Նորք Մարաշի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածքը նորոգվում է մուտքից հետնամաս։ Մարաշեցիների կենտրոնական հանգստի գոտին եկեղեցու բակն է լինելու։ Եկեղեցու բակը հիմա մասնավորապես Նորք Մարաշ համայնքում միայն հոգևոր արարողությունների, ծիսակատարությունների համար չի, այստեղ է ինչ որ կա։ Եվ աղոթքի վայր, եւ երեխաների համար ուրախության զվարճանքի վայր, խաղի վայր, խաղահրապարակ, այգի, զբոսայգի։ 1991 թվականից ի վեր հին մատուռի սրբավայրում եկեղեցու կառուցումից հետո Նորք Մարաշի բնակիչներն այստեղ են նշում բոլոր եկեղեցական ու պետական տոները։ Բացառապես մասնավոր տնտηρություններից բաղկացած վարչական շրջանում սա միակ հրապարակն է։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների զարգացումը համաչափեցնելու համար յուրաքանչյուր շրջան պետք է իր կենտրոնական հանգստի գոտին ունենա։ Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման օրից բնակիչներն իրենց ուժերով են հիմնել ու համալրել եկեղեցու շուրջ բոլորը եղած այգին։ 8 ամիս է եկեղեցու տարածքում շինարարություն է, նախկին գրունտային գետինն է սալապատվել, նորոգվել է ոռոգման խողովակաշարն ու կանոնավոր պուրակ է ստեղծվել 800 վարդի տնկիներով, բազմերանգ ծաղկանոցով, մշտադալար թփերով։ Նաև շինարարական աշխատանքներն առավել նպատակային օգտագործելու համար եկեղեցու կառույցի բաղկացուցիչ ստորգետնյա թանգարանի մուտքն է կառուցվել։ Թանգարանում պատմական Մարաշից բերված առարկաներ են ցուցադրվելու։ Ինչպես այսօր տեսա, զարմացրեց եւ հիացրեց ինձ, որովհետեւ դեռ մանուկ հասակում եմ եկել տատիկիս հետ, հետո տարիներ շարունակ եկել եմ, բայց միշտ քանդված, անշուք, իսկ այսօրվա օրով իսկապես հրաշալի է ամեն ինչ։ Այսօր շատ ուրախ ենք, որ մենք ունենք քաղաքապետ, որ մեր կողքին կանգնած, մեր թիկունքին կանգնած, մեր ամեն մի հարցին օգնում են։ Հեսա մենք տոն ունենք օգոստոսի մեջ, Սուրբ Մարիամ Աստվածածինի տոնն է։ Այդ օրը ամենակարևորը ժողովուրդը գալու են տեսնել եւ ժողովրդին մենք պետք է խնդրենք, որ ամենակարևորը մաքուր պահեն եւ ամեն մեկը իր հնարավորության սահմաններում, թեկուզ մի ծառ կամ մի ծաղիկ, իրանք ուժով բերեն տնկեն։ Դա հիշատակ կմնա։ Եկեղեցու բակում արտաքին լուսավորությունն է լիարժեք վերականգնվելու առաջիկա օրերին։